Ողջունում եմ բոլորին։ Այսօր մեր մարաթոնի երկրորդ օրն է։ Ես բոլորիդ շնորհակալ եմ երեկվա երկար եւ շատ ինֆորմատիկ եւ պրակտիկ աշխատանքների ժամանակ ինձ հետ լինելու, մինչև վերջ նստելու համար ես շատ ուրախ եմ դրա համար։ Այսօր մենք երկրորդ օրն ենք աշխատում եւ երեք մենք իմացանք տարվա վիբրացիաների մասին, ընդհանուր վիբրացիաների մասին եւ նրանց թվագիտական վերլուծությունը կատարեցինք։ Իսկ այսօր մենք իմանալու ենք մեր անհատական վիբրացիաների մասին։ Այսօր մենք իմանալու ենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչ է հենց մեզնից պետք է սկսենք եւ ինչ պետք է հասցնենք ռեալիզացնել, կատարել, ճիշտ վարվել, հա, կամ ես ինչ որ մի բաներից, որ ես չեմ սիրում, այսինքն խուսափել պետք չի, որովհետև մեկ որ խորհուրդ են տալիս հանկարծ այսպես չանեք, հանկարծ այնպես չանեք, ինձ այդքան դուր չի գալիս։ Դրա համար տեսնենք մենք ինչ պետք է անենք, ինչ է մեզնից ինչ վիբրացիաներով է ազդում անձամբ մեր վրա մոլորակը այս տարի 2026 թվականին եւ սովորենք մեր կյանքը ավելի լավ է դարձնել, ավելի արդյունավետ կերպով անցնենք մեր էվոլյուցիան։ Շատ կարևոր վիբրացիաներ են, ես իմ փորձից եմ ասում եւ մեր բոլոր մասնակիցները այսքան տարիների անցած փորձից են ասում, որ երբ իմանում են, որ ինչ որ հուշում կա տիեզերքից, դա արդեն ընդունում են որպես աջակցություն։ Իսկ երբ մենք այդ թվային լեզվով վերցանում ենք, դա շատ հեշտ, բարեհարմար կերպով մեր կյանքը փոխել է նշանակում։ Դրա համար այսօր մենք կիմանանք հենց այդ վիբրացիան, կոնկրետ մեր վիբրացիան։ Մի քանի խոսք խոսենք նրանց տարբերության, մոլորակային տարվա եւ անհատական մոլորակային տարվա վիբրացիաների մասին եւ ապա կանցնենք հաշվարկի մասին։ Մինչ սրան անցնելը ես ուզում եմ մի կարևոր նումերոլոգիական գաղափարի մասին խոսեմ։ Երբ մենք իմանում ենք մեր անհատական մոլորակային տարվա մեր ձեռք բերած վիբրացիաներից եւ այստեղ մենք բացում ենք այդ կոդը մի կարևոր կոդի միջոցով։ Կոդը բացում ենք մի կարևոր կոդի միջոցով։ Ես ուզում եմ խոսել հենց այս կոդի մասին, թե ինչի հետ ենք մենք աշխատում այս վիբրացիաները օգտագործելիս, որովհետև այստեղ շատ մեծ գաղափար կա, որը ուզում եմ, որ դուք իմանաք։ Մենք օգտվելու ենք այսօր մի շատ կարևոր տարվա վիբրացիայի ամենազիլ, ես կասեի, հա, ամենաուժեղ վիբրացիայից, որը միշտ մեզ հետ է եւ որի հետ մենք միշտ առնչվում ենք մեր կյանքի ընթացքում, որը ոչ թե մեր դատայի տվյալներն են, այլ էլի նրանից եկող կոդն է։ Այդ կոդին վեդաները, վեդայական մշակույթի նումերոլոգները անվանում են էքսպրեսիա։ Հակառակ նումերոլոգիայի մշակույթում այն անվանում են հիմնական մարտահրավեր։ Իսկ ընդհանուր առմամբ նրան անվանում են նաև դհարմա։ Այս դհարմայի կոդն է, որ մենք վերցնում ենք, հենց դհարմայի կոդն ենք վերցնում այդ հաշվարկի ժամանակ։ Ինչու եմ ես այսպես ոգևորված այդ մասին ասում, որովհետև սա արդեն տիեզերական նիշ չէ, սա արդեն նիշ է, ֆորմուլա է, թիվ է, որի հետևում կա էներգիա եւ բոլոր մշակույթներում այս էներգիան, այս կոդը օգտագործվում է որպես կարևոր ցուցիչ հաշվարկ, անհատական էքսպրեսիայի վերաբերյալ մենք ունենք անհատական վերծանումներ ամեն անձի վերաբերյալ, բայց այսօր մենք վերցնում ենք հենց ուղղակի այդ հաշվարկը։ Դե պատկերացեք, թե ինչքան կարևոր է այդ հաշվարկը, որ հենց այդ տարվա վիբրացիաների որպես հիմնական բազիս ընդունում ենք այդ թիվը, այդ կոդը եւ նրան ավելացնում ենք մոլորակային տարվա կոդը։ Դա մի երկու բառով ասեմ հենց էքսպրեսիայի մասին, որը ավելի շատ ասում են արտահայտման թիվ։
Խնդրում եմ միկրոֆոնները անջատեք։ Ասում են արտահայտման թիվ։ Ինչ էլ մենք հիմա վերծանենք, ինչ էլ որ ասենք, էլի քիչ է։ Այսինքն այդ ասելը մենք գաղտնիք չենք անում։ Թիվը այնքան գաղտնի է, որ մենք շատ բան կարող ենք ասել։ Այսինքն այդ էքսպրեսիայի միջոցով մենք շատ գաղտնիքներ կարող բացենք մեր կյանքի վերաբերյալ։ Օրինակ, ակառանումերոլոգիայում դա համարվում է մարդու հիմնական մարտահրավերը։ Նայեք, մարտահրավեր եւ դհարման, նրանք ինչքան են իրար մոտիկ, եւ հետո կխոսեմ էքսպրեսիայի մասին։ Մարտահրավերը այն է, թե մարդը ինչ խնդիրների հետ պետք է բախվի այս մարմնավորման մեջ եւ ինչ խնդրի լուծման համար է եկել այս մարմնավորում, որպեսզի ռեալիզացնի այն, ինչը իրեն նախորդ կյանքում չի հաջողվել։ Դրա համար այն կոչվում է մարտահրավեր։ Դա մի տեսակ սկզբնական շրջանում, ասենք, թուլություն է մարդու կողմից, որովհետև դա հենց ամենադժվար գործն է, ինչից պիտի ինքը սկսի։ Եվ այդ երկու մարտահրավերները պետք է սկսի հենց իրենից եւ պետք է անի աշխարհի համար։ Սա основной вызов ենք ասում, այս վիբրացիան մենք մեր յոգայի նումերոլոգիայում ենք մշակույթում ենք ուսումնասիրում եւ սա այսպիսի կարեւոր կոդ է։ Հա, իսկ ինչ է էքսպրեսիան։ Էքսպրեսիան մարդու արտահայտումն է։ Ինչպես է մարդը արտահայտվում եւ մարդու հենց ուժեղ, զիլ, տպավորություն ստեղծող արագ դրսևորումն է, որի մասին կարելի է հենց առաջի տպավորությունից մարդուն կարելի է կարծիք կազմել նրա մասին։ Նա ավելի մոտ է մեզ, մինչև մեր խորանալը նրա, ասենք, մյուս հատկանիշների մեջ։ Այդպիսի արագ դրսևորվող, սա մարդու տարբերակիչ կայուն գիծ է համարվում, որն էլ առաջին հերթին նկատելի է դառնում աշխարհի կամ նրա հետ աշխարհի հետ շփվելիս կամ այլ մարդկանց հետ շփվելիս։ Հենց այս արտահայտումն է, որ կարելի է դիտարկել հենց որպես առաջին տպավորություն ձևավորվող գործոն։ Արտահայտման թիվը, ես հենց էքսպրեսիան եմ ասում, արտահայտման թիվը բացահայտում է մեր ուժեղ կողմերը, որոնք կարող են օգտագործել որպես գործոն, բայց նրա մեջ կարծես պարտադրանք կա։ Օրինակ, մենք ընդունում ենք դա որպես մարտահրավեր, նույն էներգիան է, որովհետև նույն թվերի գումարով ենք, նույն էներգիաների գումարով ենք ստանում։ Եվ որպես պարտադրանք կա կամ որպես ցուցում, օրինակ մարտահրավեր։ Իսկ սա արդեն դհարման է։ Դհարման էլ էլի նույն թվերի գումարն է, որը էլի անվանում ենք, այսինքն նույն կոդը տարբեր լեզուներով ենք մենք անվանում, բայց բոլորի իմաստը նույնն է։ Եվ այս իմաստալից կոդը մենք վերցնում ենք անհատական մոլորակային տարվա հաշվարկի համար։ Դհարման էլ մարդու առողջ կենսակերպն է, մարդու Աստծո իսկությամբ ճանապարհն է, առանց սխալվելու, առանց կոտրվելու, առանց շեղվելու։ Նրանից շեղվելը կոչվում է ադհարմա։ Եվ դհարման հենց մարդու հենց ունեցած պատրաստակամությունն է կյանքի առջև առողջ կեցվածքի ձևավորումն է։ Այն նաև ճակատագրի բաղադրիչներից մեկն է, որը սահմանում է հենց կյանքի ընդհանուր ուղղությունը։ Ահա հենց այս վիբրացիայի միջոցով մենք որոշում ենք մեր այսօրվա մոլորակային տարվա վիբրացիան, որը հիմա ես ձեզ կներկայացնեմ։ Հիմա նորից խնդրում եմ անջատեք ձեր միկրոֆոնները եւ էկրանները, ես միացնեմ պրեզենտացիան։ Ահա։ Եվ վերջապես մենք այսօր մեր երկրորդ օրն է, անհատական մոլորակային տարվա վիբրացիաներն ենք ուսումնասիրում եւ եկեք առաջինը իմանանք, թե ինչ են կանխատեսում մեզ համար տիեզերքը եւ ինչ է կանխատեսում մեզ համար թվերը եւ ինչպես կարող ենք նրանք մենք ռեալիզացնել։ Եկեք Ինչու է կարևոր իմանալ մեր անհատական տարվա մասին։
Անհատական տարին այն տարին է, որը մարդը պետք է ապրի հենց տարվա այն հատուկ վիբրացիաներով, որը թույլ է տալիս իրեն հասկանալ, թե ինչն է կարևոր եւ ինչը պետք է արվի, ինչին պետք է ուշադրություն դարձնի, ինչին ոչ, ինչ էներգիաներ պետք է ռեալիզացնի եւ ինչը կարող է իր կյանքի որևէ պահին օգնության հասնել եւ վերջապես ինչով է աջակցում մեզ տիեզերքը, այդ ինչ որակ է, որով տիեզերքը մեզ աջակցում է։ Ինչու եմ ասում աջակցում է, որովհետև մենք ունենք թվային քարտեզ, մատրիցա, նումերոլոգիական տարբեր մշակույթների միջոցով մենք իմանում ենք մեր մասին, գնում ենք ինքնաճանաչման, մեր թվային լեզվով եւ իմանում ենք մեր բոլոր թրթիռների մասին եւ շատ կոդեր ենք բացում մեզ ուղեցույց, մինչև գնանք ինքներս դեպի մեզ, մինչև ճանաչենք մեզ, մինչև ռեալիզացվենք լիարժեք ձևով եւ հասնենք մեր էտալոնային տարբերակին։ Բայց պարզվում է, որ մենք ունենք նաև բացի այդ քարտեզից կամ բացի այդ քարտից կամ այդ մատրիցայից, մենք ունենք էլի կարևոր վիբրացիաներ մեր կյանքի ընթացքում, որը մեզ համար կարծես լրացուցիչ ազդեցություն է մարդու կյանքում, որից կարող է մարդը օգտվել։ Ես միշտ ասել եմ եւ կասեմ, որ չի կարա անհատական կամ մոլորակային տարվա վիբրացիան լիովին լրիվ բացասական կերպով ազդել մարդու վրա, որովհետև այստեղ էլ է արդեն շատ կարևոր իմանալ, թե ինչպես է զգում մարդը, ինչ վիբրացիայի վրա է զգում մարդը։ Այսինքն, եթե մարդը ռեսուրսի մեջ է, ապա հենց այդ վիբրացիան ավելի լիարժեք կերպով կռեալիզացվի, իսկ եթե մարդը ռեսուրսի մեջ չէ, հնարավոր է, որ այդ վիբրացիաները լինեն նրա հակառակ բևեռում։ Մենք արդեն իմացանք, որ մոլորակային ցիկլի ազդեցությունը դա ավելի մեծամասշտաբ է եւ այդքան մարդու վրա այդքան ուժեղ չի ազդում, ինչքան որ անհատական մոլորակային տարվա վիբրացիան։ Բայց ես մի անցյալ անգամվա մեր մարաթոնի ժամանակ մի կարևոր բան եմ նշել, որ 2025 թվականին շատ կարևոր էր նաև հենց մոլորակային տարվա վիբրացիան եւ նույնիսկ շատ նումերոլոգներ ասում էին, որ այս տարի մենք MT եւ AMT ենք ասում, մոլորակային տարի եւ անհատական մոլորակային տարի։ Որոշ գոլեգաներ ասում էին, որ այս տարի MT-ն ավելի մասշտաբային է ազդում եւ ավելի է մարդուն ցուցում ռեալիզացնել, քան AMT-ն, որովհետեւ այդ տարի ցիկլը 9-ն էր եւ փոփոխությունները արագ էին, հենց մոլորակի մակարդակում, աշխարհի մակարդակում փոփոխությունները շատ արագ էին տեղի ունենում եւ մարդը պետք է եւ իր վիբրացիաները ռեալիզացնել եւ այդ վազքի հոսքի մեջ կարողանար լավագույն կերպով ռեալիզացնել նաեւ հենց այդ ավարտման ցիկլի փուլը։ Տարվա անհատական թիվը դա մարդու վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան մոլորակային թիվը եւ այս տարի դա այդպես է։ Ինչի։ Այս տարի լրիվ հակառակն է։ Այս տարի հակառակն է, որովհետեւ ես արդեն նշել եմ, հա, իմ անոնսների մեջ եմ շատ նշել, որ այս տարի մարդու դերը մեծ է։ Այսինքն տիեզերքը շատ հույսեր է դնում մարդու վրա, որովհետև այս տարի մարդուց ավելի շատ բան է կախված, որովհետև այս տարի մարդը պետք է անվախ լինի, խրոխտ լինի, գնա թեկուզ դեպի անվախորեն գնա դեպի վախի միջով քայլեր կատարի եւ գնա առաջ։ Սա շատ կարեւոր վիբրացիա է եւ այս տարի հենց այս վիբրացիան մեզ ստիպում է, որ մենք ավելի ակտիվ լինենք։ Իսկ ավելի ակտիվ լինելու համար պետք է ռեալիզացնենք մեր անհատական որակները եւ ամենքս մեր որակի ռեալիզացման, ակտիվ ռեալիզացման կերպով հաղթահարենք եւ ամեն ինչ սկսենք նորին անցնենք։ Եվ նա շատ անհատական է, իսկ եւ այստեղ մեր գործը, այս տարի մեր գործը ավելի ոչ թե դժվար է, ավելի կարևոր է աշխարհի մակարդակով։ Եվ շատ չափազանց կարևոր է ճիշտ պլանավորել այն բոլոր մեր գործողությունները եւ հաշվի առնել անպայման հենց այս թիվը, այս ցիկլը։ Իսկ հիմա ես ուզում եմ հաշվարկենք, վերցրեք թուղթ ու գրիչ եւ հաշվարկեք ձեր անհատական մոլորակային տարվա թիվը եւ ես արդեն ասեցի, որ դա մեր էքսպրեսիայի կամ դհարմայի կամ հիմնական մարտահրավերի թիվն է, որը
ծննդյան օրվա եւ ամսվա գումարն է։ Ծննդյան օրը եւ ամիսը գումարում ենք իրար եւ բերում ենք միանիշ թվի։ Կարող եք ծննդյան օրն էլ միանիշ թվի բերել, ամիսն էլ միանիշ թվի բերել եւ գումարել իրար, ելի նույն արդյունքը ստանալ։ Վերցնում եք ձեր ծննդյան օրը, վերցնում եք ձեր ծննդյան ամիսը եւ նրան գումարում եք տարվա վիբրացիան, որը 1-ն է։ Այսինքն, գումարելով ձեր ծննդյան օրը եւ ամիսը, դուք ավելացնում եք նրան 1 եւ դա ձեր անհատական մոլորակային տարվա հենց թիվն է։ Օրինակը այստեղ տեսեք, օրինակ եթե անհատական տարվա հաշվարկը տեսնենք 19, 11, 75 թվի ծնված անձի համար, այսինքն նոյեմբերի 19-ին ծնված մարդու համար, ապա կտեսնենք, որ 19-ին գումարած 11-ը վերջում դառնում է 31, որը հավասար է, դառնում է 3, որը նրան գումարում ենք 1, դառնում է 4։ Այսինքն 11-ին 30, 3-ին 0, 3 եւ գումարում ենք 1։ Եվ տեսնում եք, որ ձայնն է ընդհատվում իմ երեխեք։ Նորմալ է ձայնը։ Այո։ Լավ։ Ահա։ Հիմա դուք ստացեք ձեր թիվը, անպայման ստացեք ձեր թիվը, ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի դժվարություն չկա։ Եթե մարդը ծնվել է, ենթադրենք ապրիլի 20-ին, ապա 20-ին գումարում ենք 4, 24, դա դառնում է 6, դրան գումարում ենք 1 տարվա թիվը, մենք մեր տարեթվի հետ գործ չունենք, մենք օգտագործում ենք միայն մեր ծննդյան օրը եւ ամիսը, տարեթիվը չենք օգտագործում։ Ինձ թվում է, այս բոլորը պարզ է եւ դուք կատարեք հաշվարկը եւ ես սկսեմ վերցանել 1-ը, այսինքն այն մարդիկ, ովքեր ստացել են 10-ը, դա դառնում է 1։ Եվ ես ինչպես ասացի, 10-ը եւս կարևոր վիբրացիա է, որը այս տարի շատ ցուցված է, այսինքն այս տարի 1 կրողների համար հատուկ տարի է։ 1 եւ 8 կրողների համար այս տարին հատուկ տարի է։ Ես ուզում եմ, որ այստեղ նստածները, ներկաները եւ բոլոր հետո այս զայնագրությունը լսողները բոլորը իմանան, որ այս մարդկանց համար, ում կոդը 1 է եւ 8 է, հատկապես ուժեղ տարի է։ Այսինքն, 1-ի համար առաջի խորհուրդը այն է, որ այս 1-ի ելքը 10-ից է եւ այդ 10-ը երբ դարձնում ենք 1, մենք պետք է հաշվի առնենք որպես 10-ը, որպես թագավորական վիբրացիա, որը կոչվում է, որը նշանակում է անվախ, խիզախ, բայց մեծ պատասխանատվություն կրող մարդ։ Այսինքն այս մարդիկ պետք է չվախենան ոչ մի դժվարություններից, պետք է շարժվեն հենց իրենց ինիցիատորներով, ինիցիատիվաներով, մտահղացումներով, նրանք պետք է անմիջապես մտածեն, գործեն, եւ երևի միակ դեպքն է, որ կարելի ասել, որ այս տարի դուք մտածեք եւ արեք ձերը եւ գնացեք ձեր երազանքի հետևից ձեր քայլերով, դեկլարացիա արեք եւ անմիջապես գործեք։ Սա հենց այն մարդկանց համար է, ում մոտ ցիկլը նոր է սկսում եւ այստեղ ամեն ինչի նորը ողջունվում է այս մարդկանց համար։ Կարելի է նոր աշխատանքի ընդունվել, նոր բան սովորել եւ այս տարին ինչքան դուք նոր բան սովորեք, այնքան հնարավորությունները կշատանան ձեր առջև։ Եվ ձեր կյանքը բարելավելու համար դուք ավելի լայն հնարավորություններ կունենաք, եթե ակտիվ անվախ քայլ անեք։ Ոչ թե նստեք, մտածեք կամ կասկածեք կամ չուզեք եւ այլն։ Անգամ են փոքր, ինչպես ասում են, մանր քայլերի արվեստն էլ էլի խրախուսվում է, որովհետեւ թեկուզ քիչ անեք, բայց գործեք եւ լինեք, գործեք եւ եղեք պատասխանատու եւ անկախ։ Բոլոր այն ոչ պետքական, ոչ կառուցողական լիցքերից, գործողություններից, զբաղմունքներից, էներգիաներից ազատեք եւ ինչքան հնարավոր է փակեք պարտքերը, չնայած դուք պետք է անցյալ տարի փակեիք բոլոր գեշտալտները, բայց ես ձեզ արդեն ասացի, որ դուք ունեք դեռևս մոտ 3 ամիս, ինչու եմ ասում մոտ, որովհետեւ
ինչքան մարդու ցիկլը մոտիկ է, այնքան նա ունի դրա հնարավորությունը եւ նրա մոտ անմիջապես կգործի այդ վիբրացիան։ Այսինքն ժամանակն է քանդել ինչը ձեզ չի ծառայում եւ սկսել նորը։ Ժամանակն է թափ տալ, ոգեշնչվել, դառնալ դեպի նոր հնարավորությունները։ Ճակատագրական որոշումները խրախուսվում են այս տարի։ Իհարկե պոզիտիվ որոշումները, որոնք կազդեն հենց առաջիկա 9 տարվա համար։ Այսինքն դուք կարաք 9 տարվա համար հենց այս տարի խիզախորեն հեռանկարներ, նպատակներ դնել եւ դնել դրանց սերմերը եւ գնաք դեպի ձեր երազանքները կատարելու եւ ինչքան մոտիկ եւ հեռու նպատակներ դնելով։ Ձեզ սպասվում է միաժամանակ նոր գլուխ, նոր հատոր եւ դուք այս տարի դուրս եք գալիս նոր էջ, նոր մակարդակ եւ այս էտապը արդեն սկսվել է, առաջինների համար էտապը սկսվել է, բոլորի համար էտապը սկսվել է դեկտեմբերի 25-ից։ Շատ տուրբուլենտություն եւ վատ վիճակներ եք ունեցել հատկապես դուք տարվա վերջում, հատկապես մեկերը տարվա վերջում հնարավոր է, որ շատ տուրբուլենտ վիճակներ ունենան եւ ամեն ինչ արագ փոխվի, ինչ որ մի բան պրովոկացվի, ամեն ինչը խոսել այն մասին, որ պետք է ավարտել, չպետք է լռվել եւ պետք է նոր նախագիծ ընտրել եւ նոր գիտելիք, նոր գործ, նոր հանդիպում, նորը ինչ ուզում է լինի, նույնիսկ ընտանիք կազմել, ծանոթություն ունենալ, տեղափոխություններ, մեկի համար ամեն նորը խրախուսվում է եւ կարող է խիզախորեն գնալ առաջ, իհարկե բոլորիս է վերաբերվում, որովհետեւ տարվա թիվն էլ է 1, իսկ այս երկու մեկեր ունեցողի համար ավելի կարեւոր է։ Եվ շատ վտանգավոր է կպնել հնից, վտանգավոր է հինը բաց չթողնել, թույլ տվեք, թող նրանք հեռանան ձեր կյանքից, նույնիսկ թեկուզ նրանք փոխհարաբերություններ են, թույլ տվեք, թող ձեր կյանքից գնա նա, ով կգնա, եւ կարեւորը պետք է իմանալ ձեր մասին, հենց զբաղվել ձեր առաքելությամբ եւ իմանալ ձեր մասին ամեն ինչ եւ գնալ ձեր սեփական ուղիով։ Սիրելիներս, ես այստեղ միայն սլայդներով չեմ օգտվում, դուք ուշադիր լսեք ու գրեթե ոչինչ մի գրեք, որովհետև ձայնագրության ժամանակ դուք բոլորը պետք է կլսեք, որովհետև ավելի շատ տեղեկություն եմ տալիս, քան կա սլայդում, որպեսզի մի քիչ ծավալուն լինի, հա, ես ուզում եմ, որ ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա տամ։ Երկրորդ երկու թիվ կրողները, կոդը, նրանց համար է, ում համար շատ լավ կլինի ընտանիքի հետ կապված ցանկացած հարց եւ նպատակ լուծելը եւ թեկուս ամուսնանալը, թեկուս բաժանվելը, եթե աբայուդն է, թեկուս ամուսնություն պլանավորելը, թեկուս ընտանիքի համար ինչ որ մի կարևոր իրադարձություն կատարելը, ընտանիքի համար լուրջ պրոգրեսը այս տարում խրախուսվում է եւ այստեղ շատ կարեւոր է ձեզ համար հենց այս этаպում զարգացնել նոր փոխհարաբերություններ, շատ կարեւոր է նաեւ միություններ, այսինքն միանալ ինչ որ մեկի հետ, հա, այսինքն նոր ընկեր ունենալ, նոր կյանքի ընկեր ունենալ, նոր ծանոթներ ունենալ, հա, ինչ որ մեկի հետ լուծվել, մենակ չմնալ, հա, եւ այստեղ հնարավոր է, որ նույնիսկ լինեն տեղափոխություններ, փոփոխություններ այդ փոխհարաբերություններում եւ դրանք բոլորը պետք է ուղղորդվեն ինչ որ ձեր նոր միության օգտին։ Գործելու եւ պլաններ իրականացնելու ժամանակահատված է եւ համագործակցություն հաստատեք պարտներство, ինչքան կարող եք եւ դուք նույնիսկ կարող եք այս этаպում կարող եք նույնիսկ լինել միջնորդ մարդկանց հետ իրար հետ ծանոթացնելու, փոխհարաբերություններ հաստատելու եւ այլն։ Սա էլի խրախուսվում է ձեր կողմից եւ էլի նոր համագործակցություններ հաստատելու։
Եվ կարող եք նույնիսկ գտնել ձեզ համար օգնականներ եւ սկսել գործել խմբով եւ իրականացնել նաեւ այն, ինչը որ ձեզ ռեզոնանս կտա։ Նախորդ этаպի շուրջ պետք է նորից մտորել, թե ինչ որոշում եք կայացրել, ինչպիսի դժվարություններ եք ունեցել եւ ինչ ռիսկեր են կապված եղել, որ ձեր կայացած որոշումների հետ։ Օգտվեք ձեր քննադատական նեգատիվ մտքից, բայց մի տրվեք վախով։ Շատ կարևոր է, որ դուք կունենաք անպայման կասկածամտություն, մի քիչ վախ, բա որ հանկարծ էսպես լինի, դա նա է, ցույցում է ձեզ, որ հաշվի առնեք ռիսկերը, ոչ թե վախենաք։ Այսա կարևոր է, պետք է իմանաք։ Ուղղակի հաշվի առեք ռիսկերը եւ ժամանակն է, որ կառուցեք համերաշխ, բանակ, խումբ, համագործակցություն եւ այս этаպում գործել կոլեկտիվիզմի սկզբունքներով։ Ես խորհուրդ եմ տալիս նաև ցանկացած հարցում օգնության դիմել։ Եթե ունեք ձեզ համար այնպիսի կարևոր, значительный մարդիկ, ովքեր կարող են ձեզ օգնել, եթե մինչև հիմա չեք դիմել նրանց օգնությանը, ապա այս տարի ձեր թիվն է։ Գնացեք եւ օգնություն խնդրեք։ Գնացեք եւ խնդրեք թող ձեզ օգնեն, համագործակցեն։ Եթե ինչ-որ մի բան եք ուզեցել մեկին խնդրելու եւ ռիսկ չեք արել, ապա անպայման ստեղծեք ձեզ համար հաղորդակցման կոմունիկացիայի մի գեղեցիկ պլան, սյուժե եւ գնացեք եւ օգնություն խնդրեք։ Ես նորից եմ ուզում առանձնացնել նաև միությունը կին տղամարդ փոխհարաբերություններում ինչ տիպի որ ուզում է լինի, որովհետև այստեղ էլի ժամանակն է քո երկրորդ կեսի հետ լուծվելը, միանալը։ Կլինեն փորձություններ, թեկուզ սիրային փոխհարաբերություններում, բայց մեկ է, դուք պետք է անպայման հակված լինեք, հա, ինչ որ մեկի հետ ճիշտ եւ լուրջ փոխհարաբերություններ ստեղծել։ Հիշեք, որ տարվա թակարդը կարող է լինել ձեր նեգատիվ միտքը, որ բայցերը, բավորները, հիշեք, որ դա ձեր ուղեղն է ձեզ թելադրում, ձեզ պաշտպանում է առաջ գնալուց եւ այստեղ հիշեք նաև, որ տարվա վիբրացիան է այդպիսին եւ այն կարող է ուժեղանալ։ Թույլ տվեք շրջապատին ստեղծելու ձեզ հետ նորից նույն փոխադարձ համագործակցությունը եւ թույլ տվեք նրանց օգնելու ձեզ եւ ընդունեք նոր ծանոթություններ, նոր առաջարկներ, բայց ուշադիր եղեք ձեր օպոնենտ կամ վերադաս հեղինակություններին, որպիսի ձեր հանդուրժողականությունը նրանք չօգտագործեն։ Այսինքն թակարդներից մեկն էլ մանիպուլացվելն է, որովհետև երբ երկուսի էներգիան մարդուն տալիս է ինչ-որ մեկի հետ լուծվելու, ինչ-որ մեկի հետ լինելու էներգիան, այստեղ հնարավոր է, որ դիմացինը նրան կարողանա օգտագործել կամ մանիպուլյացիայի ենթարկվել։ Այստեղ պետք է անպայման հասկանաք, որ ինչ-որ մեկի վրա հենվել թեկուզ, ինչ-որ մեկի հետ գործել չի նշանակում լիովին տրվել նրան եւ իր սահմանները խախտել։ Մարդը կարող է իր այդ ինչ-որ մեկի հետ համագործակցությունը կազմակերպել լրիվ իր սահմաններում։ Էլ ինչ ասեմ այս մասին, սա նաև ձեզ համար այն ժամանակն է, երբ մարդը չի ապրում ինչ-որ մի ծրագրով եւ չի գնում ինչ-որ մի կոմպրոմիսի եւ չի կռվում աշխարհի եւ կյանքի դեմ, բայց նա գնում է կոմպրոմիսի, ստեղծելով ճիշտ ներդաշնակ համագործակցություն, այսինքն այստեղ շատ կարևոր է, երբ որ դուք ինչ-որ կոնֆլիկտ եք ունենում, անպայման ձեր խնդիրն է ստեղծել «я օքեյ», «ты օքեյ» փոխհարաբերությունը, որովհետև այս լիցքը
այս էներգիան ձեզ կտա այդ հնարավորությունները եւ նույնիսկ դուք կարող եք ցանկացած տեսակի փոխհարաբերությունների մեջ դուք լինեք ներդաշնակեցնողը այդ փոխհարաբերությունները։ Երրորդ անհատական տարին այս տարին երեքների համար եւս ողջունելի է ընտանիքի պլանավորման ցանկացած միջոցառման առումով եւ լավ է, որպեսզի մարդիկ մտածեն այն մասին, որ եւ սա պետք է գնա առաջնորդվի հոգացության պահանջմունքով։ Այսինքն այս էներգիան մարդուն տալիս է հոգացության պահանջ եւ այս պահանջից մարդը կարող է ստեղծել, եթե չունի ստեղծել ընտանիք, եթե ունի ընտանիք նոր երեխաներ ծրագրավորել կամ ընտանիք կենդանի բերել, ինչ որ մի ձևով նա պետք է հոգացություն ցուցաբերի հարազատ մարդկանց հետ կամ զբաղվի բարեգործությամբ, ինչ որ բարեգործական կազմակերպություններով կամ ծրագրով հոգ տանի հայր մարդու համար։ Չափազանց կարևոր է լինել մարդամոտ, լինել մարդկանց կողքին, ակտիվ մոտեցում ցույց տալ ամեն ինչին, մարդուն թեկուզ ծառայելու, այս որակը մարդուն տալիս է էմպաթիայի ակտիվացում, որով ինքը կարողանում է ճիշտ հասկանալ ուրիշ անձին եւ ճիշտ իմանալ նրա ցավը եւ հոգ տանել նրա մասին։ Նաեւ այս տարին շատ լավ տարի է ստեղծագործելու համար, տворческий տարի է եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի պոզիտիվ առաջընթացներ ունենաք եւ կյանքի այս ցիկլում միշտ ձեր մտածողությունը լինի պոզիտիվ, որովհետեւ երեքը հենց ինքը պոզիտիվ մարմին է կոչվում։ Ձեզ մոտ միշտ առաջ կգան, եթե մինչև այդ դուք չեք նկատել կամ ձեր նումերոլոգիական քարտում չունեք այս թիվը, ձեզ մոտ երևի առաջին նշանները կգան, որ դուք կսկսեք պոզիտիվ մտածել, ավելի գործունյա լինել, մի տեսակ ավելի ռիսկով դառնալ, հա։ Շատ լավ էտապ է այս առումով, սա օպտիմիզմ է մարդուն տալիս եւ շատ լավի նկատմամբ ավելի բաց եւ նրբանկատություն է տալիս։ Լավ էտապ է նաեւ առաջ գնալու եւ նոր սպոնտան պլաններ մշակելու եւ նպատակներ ստեղծելու։ Իհարկե պոզիտիվությունը միշտ պետք է ձեր տարվա հիմնական հմայքը լինի։ Հայ երբ որ դուք երեք է ձեր անհատական տարին, առաջի բանը դուք ձեր մոտ պետք է գա այն, որ դուք պետք է պոզիտիվ լինեք։ Թակարդը կլինի չափից դուրս իմպուլսիվությունը եւ սեփական ուժերը գերագնահատելը եւ շատ ոգևորվելը։ Ինպես ասում են, շատ չափազանցեցնելը, հա, որի տակից դուրս գալը կարող է նույնիսկ դժվար լինել հաջորդ տարում։ Սա վերաբերվում է նաև մարդկանց ունեցած փոխհարաբերություններում, չվեճիչացնել մարդկանց լավությունները կամ նրանց վերաբերմունքը եւ չչափազանցեցնել նրանց արարքները, այլապես ոչ համապատասխան, ոչ ադեկվատ ձեր կարծիքը կարող է ձեզ ֆրուստրացիայի ենթարկել։ Ժամանակն է, որ խորասուզվել ստեղծագործականության, ստեղծարար էներգիայի պոտենցիալները ռեալիզացնելու վրա եւ սա անձնային մեծ աճ է տալիս ձեզ եւ մեծ ոգևորություն է տալու ձեզ։ Սոցիումի հանդեպ հետաքրքրությունը այնտեղ մեծանում է, օգնելու, հասնելու պահանջը եւս մեծանում է եւ այս առումով դուք կարող եք շատ նոր ստեղծարար գործողություններ եւ գործունեություն ծավալել։ Կարևոր է նաեւ հաճույք ստանալ հենց ձեր սեփական արարքներից։ Խորհուրդ է տրվում հավասարակշռել լավը եւ վատը, խորհուրդ է տրվում նաեւ ձեր ստվերային կողմերը տեսնել եւ մարդկանց ստվերային կողմերը տեսնել եւ որպեսզի հիասթափություններ չլինեն։ Մի կարևոր ռեալիզացման էներգիա ունեք դուք, մոտիվ ունեք այս տարի, դա դրսևորումն է, դրսևորվել դերի տեսանկյունից,
Այսինքն 5-ի որակն է ինքնադրսևորվելը, բայց ձեր որակը ինչ որ մի դերում դրսևորվելն է։ Այսինքն, եթե դուք ամուսնացած չեք, ուրեմն ամուսնանաք, որպեսզի դրսևորվեք որպես կին, որպես մայր հետագայում, այսինքն ինչ որ սոցիալական կարևոր դեր ունենաք, կամ ասենք ուսուցիչ, նաստավնիկ, ուղեկցորդ, մի ինչ որ մի դերում ձեր նշանակելիությունը լինի եւ վերջապես պետք է ասեք ցույց տաք այդ մասին, որ աշխարհին տեղյակ պահել հենց այդ դերում ձեր լինելու մասին։ Գործել Наушники чем были, а? Наушников не Купили сам. Ինչպես միկրոֆոնները անջատեք։ Խորհուրդ է տրվում ձեր բոլոր գործողությունները կատարել մասշտաբային։ Այսինքն, եթե դուք ուզում եք ինչ-որ նոր դեր ունենալ, նոր դեր ստանձնել, կամ եթե դուք ունեք դերեր, այս տարի դուք կունենաք նաև նոր դեր։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք նոր կալիբրի դուրս գաք, այսինքն ընդլայնեք ձեր աշխարհի հանդեպ ունեցած ձեր պարտականությունները, ձեր դերը, ձեր նշանակելիության զգացումը եւ ընդլայնվեք։ Դուք պետք է շատանաք, այսինքն դուք պետք է լինեք ամենտեղ եւ տարածվեք եւ մեծ փորձ ունենաք։ Շատ դեպքում դուք կարող եք էմոցիոնալ ճոճանակ ապրել, քանի որ սա ձեզ համար ապրած վիճակ չի, եթե չունեք այս ծննդյան իրավունքով այս վիբրացիան, մի տեսակ կարող եք էմոցիոնալ ճոճանակի մեջ լինել, այսինքն իմպուլսիվ կերպով գնաք վեր, հետո իջնել, հետո գործեք անկապ, հետո կամ առանց մտածելու, իմպուլսիվ կերպով, այստեղ պետք է ուշադրություն դարձնեք, որ կենտրոնանաք մի բանի վրա եւ անպայման այդ բանը ավարտին հասցնեք։ Չորրորդ անհատական տարին։ Չորրորդ անհատական տարին, ինչպես ասում են, քրտնաջան աշխատողի համար է։ 4-ը ինքը քրտնաջան աշխատող մարդ է, ով սիրում է ստաբիլություն եւ ստաբիլություն սիրելով մարդը անում է ամեն ինչ ապագայի համար։ Սա ամենակարևոր որակն է 4-ի համար, որը միշտ ձգտում է ստաբիլության։ Պետք է շատ աշխատել։ Կարևոր է, ես մի քիչ շատ աշխատելու հետ այդքան համաձայն չեմ նոր ժամանակներում, մի քիչ դրա մասին ես հիմա կխոսեմ։ Կարևոր է կարգապահությունն ու հաստատակամությունը։ Այսինքն ինչ է նշանակում շատ աշխատել։ Ձկան դարաշրջանում մարդը քրտնաջան կարող էր աշխատել, ապագայի համար ամեն ինչ ստեղծել։ Այս մարդը ճիշտ որոշում է ընտրել այդ ժամանակ, երբ որ ուզեցել է, որ իր ապագայի համար ստաբիլություն ստեղծի։ Մենք բոլորս ենք ուզեցել, որ տուն ունենանք, ընտանիք ունենանք, ապագայի համար ինչ-որ փող հետ գցենք, օժիտ հավաքենք երեխաների համար, այսպես շատ ենք մենք օգնել է մեզ, հա, այդ ձկան դարաշրջանում մեր զոհի կարգավիճակում մենք կարողացել ենք անել հանուն աշխատել։ Եվ այս դեպքում մենք այնքան ենք ջանասիրաբար աշխատել, որ մենք պահը չենք վայելել, մենք չենք ապրել այստեղ եւ հիմա։ Բայց հիմա մի քիչ դա այնքան էլ չի խրախուսվում, որովհետեւ այսօր ժամանակը այնպիսին է, որ մեր ապագան էլի գտնվում է ներկայում։ Այսինքն մեր վիճակն է ստեղծում մեր ապագան։ Իսկ եթե մենք այդպես զոհի վիճակում անտակ քրտնաջան աշխատենք, որ ապագայում լավ լինի, մենք պահը չկարողանանք օգտագործել, այսինքն պահը ճիշտ չապրենք կամ երջանիկ չլինենք կամ հյուծվենք, ապա ապագայում ոչ մեր ապագան կվայելենք, ոչ էլ մեր անցյալը կվայելենք, որը էլի քրտնաջան աշխատել ենք, որովհետև մեզ համար արդեն չկա ներկա եւ անցյալ եւ ապագա, գոյություն ունի միայն ներկա։ Դրա համար այստեղ ես մի քիչ դրա հետ համաձայն չեմ, բայց համաձայն եմ այն ստաբիլության հետ, որը ստեղծում է 4-ը։ Այսինքն նա կարող է
պարտադիր չի շատ քրտնաջան աշխատելով, բայց կանխատեսումներով աշխատել հետագայում ինչ-որ ստաբիլություն ստեղծելու համար։ Անհատական այս վիբրացիան փոխհարաբերությունների հզոր հիմքեր է դնում, արդեն ինչպես ասացի, մեր կյանքի ընթացքում եւ դրա համար մենք կարող ենք կարգավորել մեր ծրագրերը եւ կարեւոր է գործել ըստ պլանի։ Պետք է հասկանալ, որ այս առաջընթացը եւ կարող է մեզ օգուտ բերել եւ օգուտ չբերել, դրա համար եթե որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվենք այս երկուսի արանքում, մենք մեզ հարց ենք տալիս. հենց հիմա ես ինձ ոնց եմ զգում։ Եթե դու քեզ լավ ես զգում, շատ լավ ես զգում, որ դու ապագայի համար քրտնաջան աշխատանք ես կատարում եւ դա քեզ ուրախություն է պարգևում, ուրեմն աշխատիր, որովհետև հենց քո պահի վիճակն է որոշում ամեն ինչը։ Իսկ եթե դու պետք է մեղքի զգացումով տառապես, որ դու ապագայի համար ոչինչ չստեղծեցիր եւ էլի տառապես, նշանակում է դու ունես խնդիր դրա հետ, ուրեմն պետք է այդ խնդիրը լուծես, նորից ստեղծես քո աշխատանքային նոր պլանները կամ աշխատանքային գործընթացը կազմակերպել այդպես։ Այս էտապը 4-ի համար ծանր ու թեթև անելու էտապ է եւ հավասարակշռելու էտապ է, որովհետեւ 4-ը նեյտրալ միտքն է։ Նա պետք է եւ վատը մտածի, եւ լավը մտածի եւ ընտրի նրանց միջինը։ Մտային դադար պետք է տա ինքը արժեքների հիմնավորման համար։ Քրտնաջան աշխատելու հետ միասին պետք է նաեւ քրտնաջանորեն վերլուծել ամեն ինչը եւ թակարդը այստեղ կարող է լինել այն, որ դառնա կրիտիկ, քննադատելը։ Բոլոր առումներով քննադատելը եւ ինքդ քեզ քննադատելը եւ ուրիշին քննադատելը։ Դրա համար ամենակարևոր բանը այս մարդկանց համար սրտի չակրան բացելն է, սիրտը բացելն է եւ գործելն է սրտով, ոչ թե մտքով։ 4-ը մենտալ թիվ է, նա միշտ մտքով է գործում եւ նույնիսկ կարելի ասել, որ մտքերը նրա մոտ սկսում են պայքարել, հա։ Դրա համար պետք է նա անպայման դադար տա։ Նա ով ունի 4 կոդ, անպայման, եթե չի արել, պետք է այս տարի սովորի մեդիտացիա անել եւ միտքը անջատել, ինչպես մեր ակառանումերոլոգներն ասում են, մտային մեքենան կանգնեցնել։ Խիստ պատասխանատվության տարի է, նաեւ ամեն ինչ իր տեղը դնելու տարի է։ Այս տարի օգտվեք այդ ֆորմուլայից, կառուցողականությունից, ստրուկտուրավորումից եւ ամեն ինչ պոլկաներում իրենց տեղը դնելուց շատ բաներ դրեք իրենց դարակներում, ավարտեք, դասավորեք ամեն ինչ եւ կարգապահություն ստեղծեք ձեր շուրջը։ Հոգեվոր առումով նաեւ ծառայության տարի է, մատուցելու տարի է եւ այս տարի աշխատեք մի քիչ ավելի շատ տալ, օգտակար լինել, ժամանակ գտեք գործել նաև ուրիշի բարօրության համար, եթե այդ զբաղմունքով չեք զբաղվում։ Այս տարի դա խրախուսվում է։ Եթե դուք նման ձևով վարվեք, իմացեք, որ ձեր այս ներդրումները անպայման տիեզերքի կողմից կխրախուսվեն։ Ժամանակն է ստեղծել նաև ձեր տունը, տեղը, բունը, ֆունդամենտը, այսինքն հիմք, ստաբիլության համար պետք է հիմք, դուք ինքներդ որոշեք, որն է ձեր հիմքը եւ ստեղծեք այդ հիմքը։ Նաեւ շատ աշխատելը կամ չարչարվելը կվնասի ձեր առողջությունը, անպայման հետևեք ձեր առողջությանը եւ առողջ լինել հնարավոր է, երբ դու այսօր ինքդ քո ապագայի համար ստեղծում ես բարիքներ, բայց ոչ քո առողջության հաշվին։ Դրա համար այդ տանջվելը, հա, այդ քեզ զոհաբերելը չի խրախուսվում։ Երբ ստեղծում եք տուն, օջախ, բուն, ֆունդամենտ, սա ամեն ինչի հիմք է։ Ինչ ուզում եք, ինչ հիմք ուզում եք ստեղծեք։ Եթե դուք ձեզ համար հիմքը ձեզ համար բիզնեսն է, ստեղծեք բիզնես։ Եթե հիմքը ձեզ համար ինչ-որ տարածքն է, ստեղծեք տարածք։ Եվ
սա չի նշանակում, որ պետք է շատ աշխատել, վնասել առողջությունը։ Եվ սա առաջին հնարավորությունն է ապագայի հանդեպ ավելի ապահով լինելու եւ աշխատեք լինել այստեղ եւ հիմա, գործեք այստեղ եւ հիմա, ինչի համար ուզում եք աշխատեք, ապագայի համար եք անում, թե ներկայի համար եք անում, բայց գործեք, եղեք այստեղ եւ հիմա։ 5 անհատական տարի։ Այ հենց սա ինքնադրսևորման տարի է։ Երրորդի համար ես ասացի, որ դերի մեջ, նոր դերի մեջ դրսևորման տարի է, իսկ այստեղ մարդը պետք է լիովին ինքնադրսևորի։ Պետք է իր ներքին տարածքը պրոյեկտի եւ աշխարհին ասի իր մասին։ Այսինքն իր ներսի բոլոր հնարավորությունները, բոլոր տաղանդները, իր մասին աշխարհին հայտնի, որը մենք անվանում ենք ձայնը, իր ձայնը հանի։ Իր ձայնը հանի աշխարհին, դրա համար սա կոկորդի չակրան է, եւ այս ձայնի միջոցով սեփական ներքին տարածքի ինֆորմացիան շատ կարևոր է, եւ այստեղ շատ կարևոր է, որ նրանք այս մարդիկ սովորեն երգել, սովորեն արտասանել, նույնիսկ բանաստեղծություններ գրել, իրենց ներսում ինչ կա, դրսևորեն, հանեն դուրս։ Կարող է լինել նաեւ այստեղ էլ կարող է լինել ամուսնություն, երեխաներ, ծանոթություններ, ճանապարհորդություններ եւ տեղափոխություններ։ Այս տարի շատ կարևոր է ուսուցման սկիզբը, որովհետև այս մարդիկ գիտելիքներով դառնում են ուսուցիչ եւ նրանց հիմնական հենց ինքնադրսևորումը, հենց իրենց այդ որակը տալու որակը դրսևորելն է եւ ռեալիզացնելն է։ Աշխատեք այս տարի ցույց տալ, ուսուցանող լինել եւ լինել էտալոն։ Կրկնօրինակման օբյեկտ թեկուզ։ Կարող են լինել չպլանավորված իրադարձություններ, կարող են լինել նաեւ շատ կարևոր է ձեր կենտրոնացումը եւ թեթև լինելը եւ փոփոխությունների անընդհատ դինամիկայի հնարավորությունների տարի է եւ ինքնավստահություն ձևավորելու տարի է։ Ուսուցման սկիզբը շատ կարևոր է, նորի ուսումնասիրումը, նոր փոփոխությունների, նոր ոլորտների ուսումնասիրման տարի է, նոր գիտելիքների ձեռքբերման տարի է, հատկապես սա սկսվել է հենց այս տարվա տենդենսն է եղել եւ այս տարվա տենդենսը 5-ն է եղել եւ 5 ունեցողները պետք է այս տենդենսը շարունակեն հաջորդ տարի եւ լիովին կարող են ռեալիզացնել հենց իրենց այս 5 թիվը, աշխատեք ձեր մարմնի վրա, ձեր մարմնի ռեալիզացման վրա, որտեղ աշխատեք ձեր հոգեվոր զարգացումը մարմնի միջոցով իրականացնել եւ իհարկե նոր գիտելիքներ ստանալ եւ այդ նոր գիտելիքներով դրսևորվել էլի շատ կարևոր է եւ շատ կարևոր է նաեւ նոր ժամանակների գիտելիքները, որովհետեւ նոր ժամանակների գիտելիքը ավելի բարձր, ավելի արագ առաջ տանող վեկտոր է այս մարդկանց համար, կրկնօրինակման օբյեկտ լինելու համար, մատով ցույց տալու համար, որովհետև նոր գիտելիքները միշտ էլ խրախուսվում եւ ողջունվում են բոլորի կողմից։ Ձեր ուշադրության կենտրոնացումը լիովին կփոխվի այս տարի, ձեզ ուշադրությունը կգրավվեն լիովին ուրիշ օբյեկտներ եւ ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, նոր ուսուցիչներ, նոր ինֆորմացիոն հոսքեր կբացվեն ձեր կյանքում, նոր վայրեր կարող եք տեսնել, սովորելու, իմանալու, ուսուցանվելու տարի է եւ կախված նրանից, թե ինչի ես հասել նախորդ տարիներին, ինչ ես սովորել եւ ինչ ունես հիմա սովորելու, այդ եղածը շարունակելու համար շատ լավ տարի է։ Նաեւ նոր որակներ ձեռք բերելու տարի է եւ ներքին նոր ընդունակություններ արթնացնելու տարի է։
շատ լավ կլինի, որպեսզի դուք այս տարի, եթե չեք մինչև հիմա չեք զբաղվել, խոսեք խմբի առաջ, ամբոխի առաջ, դասարանում, ընտանիքում, ինչ որ մի բան հաղորդել, սովորեք, հա, ձեր ձայնը այդ ձևով հանել, մինչև հասնեք օրինակ ծառայելուն։ Այսքանը։ Հիմա 6-ը։ Այս տարվա տենդենսն էլ է 6-ը եւ այս 6 ունեցող անհատական կոդ ունեցող մարդկանց համար սա կրկնակի ռեալիզացման հնարավորություն եւ ցուցում է, դրա համար թող նրանք լավ լսեն այս բոլոր խորհուրդները, թե ինչ կարելի անել այս տարի։ Այս տարի շատ կարևոր են հարաբերությունները, սերը եւ ներդաշնակությունը։ Հնարավոր է, որ այս ոլորտում նրանք ունենան խնդիրներ, բայց այդ խնդիրները կլինեն անձնական հարաբերություններում, որը ցուցում կարող է առաջացնել, որպեսզի այդ հարաբերությունները բարելավել, ստեղծել բարի, դրացիական, սիրո, հարազատական եւ փոխօգնության փոխհարաբերություններ, որոնք պետք է անպայման տրանսֆորմացվեն։ Որպեսզի դա անեք, շատ կարևոր է, որ դուք վերացնեք կախվածությունները եւ ընդհանրապես կախվածություն բառը շատ կարևոր է այս տարի, որ դուք կարողանաք ազատվեք ցանկացած կախվածությունից։ Եվ ինչու եմ ասում սա, որովհետև ցանկացած կախվածությունից ազատվելը նոր կօգնի մարդուն 6 գիծը ռեալիզացնել։ 6-ը ամբողջական որակ է, 6-ը ամբողջականություն է, եւ 6 կրող մարդը պետք է իր ներքին պրոյեկտումը համապատասխանի արտաքին պրոյեկտումներին եւ նա չպետք է լինի ազատ, նա չպետք է կախված լինի։ Մշտական ընտրության տարի է լինելու նրա համար, խնդրում եմ միկրոֆոնները անջատեք։ Ընկերներ ջան, միկրոֆոններն անջատեք։ Կանջատեք ձեր միկրոֆոնը։ Պետք է գնալ դեպի նորը։ Եվ շատ մարդիկ ֆատալիզմով են տառապում, սա ճակատագրապաշտ լինելն է։ Դադար տվեք դրան, մտածելով, որ հաշտվելով ճակատագրի հետ, ձեզ այդ հարցում կարևոր դեր չտալով։ Պետք է իմանաք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է եւ պետք է լինեք ձեր ճարտարապետը։ Այս տարի դուք պետք է անպայման իմանաք, այնինչ գիտեք, այնինչ սովորել եք, այնինչ իմացել եք, պետք է անպայման ռեալիզացնեք։ Եթե դուք մինչև մի ձեռք եք բերեց մասնագիտություն, գնացել եք ինչ-որ տրեյնինգի, ինչ-որ մի բան եք սովորել, ինչ-որ նոր բաներ եք իմացել, ապա ռեալիզացնելը շատ կարևոր է։ Եվ եթե դուք կարողանաք ռեալիզացնել, այս դեպքում դուք ձեր ամբողջականությունը կկառուցեք, ամբողջական լինել, դա նշանակում է ուղղակի աշխարհի եւ քո հետ լինել հաշտ։ Եվ այն մարդիկ, ովքեր ունեն այդ ամբողջականությունը, հապա նրանք կարողանում են իրենց ներսի վիճակը պրոյեկտել արտաքին վիճակ, իսկ սա շատ կարևոր է մանիֆեստացիայի համար։ Մենք արդեն գիտենք մանիֆեստացիայի մարկերեն եւ այս մարդկանց մոտ շատ լավ կստացվի մանիֆեստացիան, քան որ տիեզերքը եւս մեկ 6-ով է իրենց պարգևատրում եւ դրա համար մի թաքցրեք ձեր գիտելիքները, մի գցեք անկյուն, պրոկրաստինացիայի մի ենթարկվեք, այնինչ սովորում եք անպայման օգտագործեք։ Այս տարի պետք է ակտիվորեն ռեալիզացնեք այնինչ գիտեք, ինչ իմացաք եւ ինչ սովորեցիք։ Կարևոր փոփոխություններ կունենաք դուք ընտանիքում, սեր, ներդաշնակություն, ընտանիքի կամ ընտանիքի հանդեպ
նոր վերաբերմունքի տարի է, կամ ընտանիքի համար նոր էջ բացելու տարի է, կազմելու, հարմարվելու, հաշտվելու, տրանսֆորմացնելու, բոլորը խրախուսվում են, անգամ բաժանությունն է խրախուսվում, եթե այն դարել է ձեզ համար անտանելի, այդ փոխհարաբերությունները դարձել են ձեզ համար անտանելի, սիրո ներդաշնակությամբ բաժանվելը 1000 անգամ ավելարժ է, քան հատելությամբ, վրեժ խնդրությամբ եւ նեգատիվ տրամադրվածությամբ եւ ուստանովկաներով երկու մարդ մեկ ընտանիքի մեջ ապրելը։ Սա ուղղակի երկուսի համար էլ լավ կլինի, որով նրանք կարող են ուղղակի իրենց կյանքը երկարացնել։ Կա նաև հակառակ բևեռը, դրանք այլ սցենարներ են, դրանք հենց ներքին կոնֆլիկտներ են, թաքնված սցենարներ են, կրքեր են, արտամղված էմոցիաներ են, դրանք կարող են ակտիվանալ, դրանք կարողանում են բացվել, ջրի երես դուրս գալ, այստեղ կարիք կա տրանսֆորմացման եւ ավարտման, ուշադիր եղեք ընտանիքի հետ, ուշադիր եղեք ընտանիքի ներսում վեճերը, երբեք մի անտեսեք այդ վեճերը եւ մի կուլ տվեք, եթե կուլ եք տալիս, դա ձեր մոտ ավելի է խմորվում, եթե ընտանիքում սկսվեց կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը մինչև վերջ լուծեք միայն սիրո միջոցով, սեր տալով, սեր գեներացնելով, հանուն ձեր այդ ստեղծած ինստիտուտի, հա, իսկ եթե այդ ինստիտուտը որոշել է կազմալուծվել, ապա երկուստեք այն պետք է լինի, ինչպես ասում են, ապայուտնի։ Բոլորը պետք է մշակվեն, քանի որ վեցի էներգիան անպայման կգործի։ Եթե կոնֆլիկտներ եղել են մինչև հիմա, վեցի էներգիան կօգնի, որպեսզի այդ կոնֆլիկտները ավելի բարեհաջող ավարտվեն։ Ձեր ռեսուրսայնությունը պետք է բարձր լինի այստեղ եւ ձեր վիբրացիաները պետք է օգնեն դրան։ Որոշ մարդիկ ընտանիք կկազմեն, որոշ մարդիկ կունենան տուրբուլենտ պահեր, բայց դա չի լինի, այսինքն չի լինի, ասենք, այդ կոնֆլիկտները չի լինի նոր, այդ կոնֆլիկտները կլինի պրովոկացվելը։ Չի բացառվում նաև բաժանումները, ինչպես արդեն ասեցի։ Ես մի հետաքրքիր բան եմ ուզում պատմել, երբ իմ այցելուներից մեկը մի քանի տարի առաջ ինքը ուժեղ վեցեր ուներ, ինքը հենց ծննդյան իրավունքով ուժեղ վեցեր ուներ, եւ այդ տարին, երբ նա ինձ դիմեց, նրա մոտ անհատական մոլորակային տարին էր 6։ Եվ ես առաջին, գիտեք, 6-ի համար ամենաառաջին նմարկեր ընտանիքն է։ Ես նրան հարցնում եմ, դու ամուսնացած ես, ասում է, չէ։ Ասում եմ, բա ինչի ամուսնացած ես, ինչի չես ամուսնանում, ասում է, չգիտեմ, դեռևս ընտրություն չունեմ, դեռևս էսպես էնպես, բայց միշտ նրա մոտ միշտ առկա է ընտանիքի վերաբերյալ այդ սերը, ներդաշնակությունը։ Նա այնպիսի մեծ էնտուզիազմով էր պատմում իր մայրիկի մասին, իր քրոջ, իր պլեմյանիկների մասին, թե ինչքան մեծ էնտուզիազմով, նրբությամբ հոգ էր տանում նրանց մասին։ Եվ ինձ մոտ մի տեսակ ինսայթ առաջացավ։ Պարզվեց, որ նա այնքան բարձր է գնահատում ընտանիքի արժեքները, այնքան սուրբ է համարում, որ վախենում է ընտանիք կազմի եւ չարդարացնի այդ սուրբ ինստիտուտի պահանջները։ Եվ երբ մենք մի քիչ նրա հետ աշխատեցինք, հենց այդ ներքին վախերի, մի քիչ այնտեղ ներքին կոնֆլիկտների հետ, նա 2 տարի, չէ, 2 տարի անցավ, մի տարի հետո ինքը նշանվեց, մի տարի հետո մի գեղեցիկ հարսանիք արեց եւ շատ ուրախացանք։ Ահա այսպիսին է մեր 6 թիվը եւ այս որակը շատ եմ ես տեսնում հենց անհատական մոլորակային տարվա վիբրացիաների ժամանակ, հա, որովհետեւ այս որակը օգնում է հենց երևի այս օղակին։ Մի քանի խոսք եմ ուզում ասել բաժանությունների, այդ ընտանիքի ներսում տեղի ունեցող կոնֆլիկտների վերաբերյալ։ Այս տարի ինչ էլ ուզում է կատարվի, անգամ բաժանվեք, անգամ միանաք, եւ ինչ ուզում է լինի, կոնֆլիկտ լինի, դուք այս տարի փորձեք ընտրել միայն ձեզ։ Ոչ ընտանիքը, ոչ ամուսինը, ոչ երեխաները։ Եթե ձեր փոխհարաբերությունները անտանելի են, երեխաներին ավելի մեծ վնաս եք տալիս։ Եվ ընտրեք ձեզ,
Երբ որ դուք կընտրեք ձեզ, որոշումն էլ ճիշտ կկայացնեք։ Եթե ձեր ընկերը, կյանքի ընկերը, ձեր ամուսինը ձեզ համար ունեն արժեքներ, դուք միանգամից կլուծեք ձեր մեջ եղած խնդիրները եւ չեք բաժանվի։ Եվ երբեք մի վախեցեք ձեզ ընտրելուց, ինչի, որովհետև ինչքան ձեզ ընտրեք, այնքան օգուտ կտակ եւ ձեր ընտանիքին եւ ձեր երեխաներին։ Մեծ փորձի կուտակման տարի է եւ ժամանակն է, որ այդ փորձը գործի դնեք, թող նա աշխատի։ Վստահության զարգացումը շատ կարեւոր է եւ նիմբը զարգացնելը շատ կարևոր է, եթե դուք ուշադիր լինեք, դուք ձեզ մոտ արդեն կարիք կգա, արդեն վերին աղոթքները, մանիֆեստացիաները, ամեն ինչ որ սրբազան, գերբնական տեսքով պատկերացնելը, սա նշանակում է, որ ձեր մոտ անտենան է ուժեղանում, նիմբը, եւ սկսում է աստվածայինի հետ կապը, եւ այստեղ թակարդ կա վստահելը, ոչ թե հսկողությունը, այլ վստահելը, շատ կարևոր է։ Կենտրոնացեք ընտանիքի վրա նաև ավանդույթների ձևով, ինչքան կարող եք ընտանեկան ծեսերը, քեֆերը, ուրախությունները շատ արեք այս տարի, դուք ավելի եք մերձանալու, ոչ մի առիթ բաց մի թողեք, անմիջապես ամեն մի առիթը նշեք, ամեն մի փոքր բանը տոն դարձրեք ձեր կյանքում։ Դե, ահագին ասեցինք։ Յոթ անհատական տարին, առաջին հերթին ոգեշնչման տարի է։ Եթե դուք 7 թրթիրի ազդեցության տակ եք, ապա կամ դուք միանգամից կարող եք ոգեշնչումներ ունենալ, կամ դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր ոգեշնչմանը, ինքներդ ձեզ ոգեշնչել եւ ուրիշին։ Այս տարվա համար լավ է նաև ճանապարհորդելը հենց նրա համար, որպեսզի դուք լինեք ամենտեղ, որպեսզի դուք ունենաք փոփոխություններ։ Եվ որպեսզի ձեր ինքնաճանաչումը, ինքնավերլուծությունը ավելի մեծ մասշտաբների լինի, որպեսզի դուք մենակ մնաք եւ ինքներդ ձեզ հետ լինեք, եւ հոգալ մարմնի եւ առողջության մասին։ Դադարեք ձեզ ինքներդ ձեզ մեղադրել, խարազանել, ինքներդ ձեզ տանջել, ինքնաայրում չունենալ եւ նոր նպատակներ դրեք եւ նորարար եղեք։ Ամեն մի նորը ձեզ համար շատ կարեւոր է։ Այս տարվա համար էլի մարկեր է հոգեվոր զարգացումը։ Եվ եթե մինչ այդ դուք չունեք այս քայլեր չեք կարել այս առումով, ուրեմն իմացեք, որ մի կարևոր ցուցում եք ստացել տիեզերքի կողմից։ Աշխատեք շատ կառուցել, քան քանդել, դադարեք պահանջել, պրետենզիաներ ունենալ, որը շատ անօգուտ է։ Այս տարվա հզորությունը կապված է հենց նոր ոգեշնչման հետ։ Եթե շանս է տրվում ձեզ վեր կենալ, բարձրանալ եւ ոգեշնչել շատերին, ապա երբեք այդ առիթը չպետք է կորցնեք։ Ձեր շրջապատում գտնվող մարդկանց համար դուք պետք է լինեք առաջընթաց, պատվանդան եւ ինքներդ ձեզ համար։ Իմացեք, որ դուք ընդունակ եք ձեր ոգեշնչումներով ձեր շուրջը ստեղծել գեղեցիկ աուրա եւ ձեր աուրայով կարող եք ազդել բոլորի վրա։ Ինչպիսին լինի ձեր աուրան, այդ կերպով էլ կազդեք բոլորի վրա։ Դուք շատ մարդկանց կարող եք վեր բարձրացնել ձեր աուրայով եւ լինել սիրտամոքող, լինել, ինչպես ասում են, բալզամ նա դուշու եւ լինել ունիկալ եւ ոգեշնչող։ Այս տարի դուք կունենաք ոգեշնչման հնարավորություն եւ ձեր ունիկալությունը հնարավորություն կտա զարմացնել մարդկանց։ Ձեր ոգեշնչումները մարդկանց նոր ինսայթներ կհաղորդեն, որովհետև այնպես չէ, որ դուք պետք է հենց այնպես ոգևորեք, դուք ունեք ասելիք մարդկանց, որովհետև դուք ունիկալ եք եւ կարող եք ունիկալ խորհուրդներ տալ մարդկանց, որը մինչև օրս ոչ ոք նրանց չի տվել այդ խորհուրդները։ Եվ այդ դեպքում անպայման
նոր գիտելիքներ եւ խորացեք հոգեբանության, էզոտերիկայի եւ այլնի, եթե մինչեւ հիմա չեք խորացել, որովհետեւ 7-ը սիրում է փորփրել։ Մինչեւ չփորփրեք, մինչեւ դուք ինքներդ չհանգստանաք ձեր հետաքրքրությունները բավարարելուց, դուք չեք կարող գնալ առաջ եւ հոգեվոր զարգացման գնալ։ Հոգեվոր զարգացմանը չի սկսվում էզոտերիկայից, բայց ձեր բոլոր փնտրտուքները հենտեղից պիտի լինեն, որովհետև այսօր ամենաչուսումնասիրված ոլորտը դա աշխարհստեղծման ոլորտն է, որոնցից մենք առաջինը իմանում ենք հենց էզոտերիկայից։ Դրա համար առաջին հերթին 7-ը պետք է լինի էզոտերիկ, ապա հետո ինքը կարողանա ճիշտ կերպով հասկանալ եւ գիտակցման բարձրացման նպատակով ինքը կարողանա նաեւ ավելի բարձրաթրթիռ գիտելիքներ ձեռք բերել եւ իլյուզիաների մեջ չընկնել։ Պետք է ժամանակին ձեր ունիկալության մասին իմանալ, ընդունել եւ գտնել ձեր մեջ ինչն է ձեր մոտ ունիկալ։ Այս տարվա մեջ դուք ասեք ինչ եմ ես անում, որը մինչեւ հիմա չեմ արել եւ նույնիսկ ոչ ոք չի անում։ Գտեք ձեզ համար այդ կետը եւ իմացեք, որ հենց դա ձեր հավաքման կետն է, լինելով ոգեշնչող ձեզ համար եւ ուրիշի համար։ Թակարդը կլինի ձեր ինքնավստահություն անկումը, այսինքն չհավատալը, ձեզ թույլ չտալը եւ հիմնականում սա կգա այն մտքից, որ ես փոքր եմ, աշխարհը մեծ եւ դուք մի տեսակ ստերում կմնաք։ Այդ դեպքում ձեզ ոչ ոք չի նկատի։ Գործի դրեք կամքի ուժ, որտեվ այս տարի ձեզ շատ ուժեղ կամքի ուժ է պետք եւ ամեն ինչ կլինի ձեզ համար։ Եվ իմացեք, ինչ սկսում եք ավարտեք, ինչ սկսում եք ավարտեք, որպեսզի հաղթեք։ Եղեք ինքներդ ձեզ հետ եւ մի եղեք հանդուրժող ուրիշի կարծիքներին, որովհետեւ 7-ը երբ ռեսուրսի մեջ չի, նա ուզում է նմանվել ուրիշին, ուրիշի ասածներով անել։ Ինչի, որովհետեւ այս տարի դուք շատ կուզենաք, որ ձեզ գովեն, գովասանքի կարիք կունենաք։ Մի սպասեք, որ ձեզ գովեն, ինքներդ դուք ձեզ ոգևորեք եւ ձեզ մեջ գտեք ինչ որ մի ունիկալություն։ Համբերատար եղեք ձեր եւ ուրիշների նկատմամբ։ Ասեցի, որ միայնակ լինելը շատ օգտակար է ձեզ համար եւ դες համար միշտ պետք է ինչ-որ դադար տալ, լինել ինքներդ ձեզ հետ, որպեսզի կարողանաք ձեր ներքին աշխարհում գտնել շատ հարցերի պատասխան, որովհետեւ երբ որ դուք լինում եք անընդհատ լինում եք շատ մարդկանց մոտ, մեծ ընտանիքում, ընտանիքի այսպես սուիտայի մեջ, դուք չեք կարողանում ինքներդ ներս գնալ, իսկ ձեզ համար դա շատ կարեւոր է, 7-ի համար այդ ներս գնալը շատ կարեւոր է։ Տեղափոխությունները շատ կարևոր է, որտեղ 7-ը միշտ ունի մի ներքին պահանջ տեղից տեղ տեղափոխվելու։ Այս տարի դուք կունենաք այդ պահանջը, եթե հնարավոր չէ հեռու ճանապարհ գնալ, մոտ լոկացիաներում գոնե կարող եք ինչ-որ տեղափոխություններ ունենալ։ 8-ը Սիրելի ընկերներ, ես խնդրում եմ ձեր միկրոֆոնը անջատեք։ Չեն լսում։ 8-ը դա էներգետիկ բերքահավաքի տարի է ձեզ համար լինելու։ Ժամանակն է, որ դուք 7 տարվա կատարվածը իմի բերեք եւ տեսնեք ինչ եք վերցրել, ինչ պտուղներ եք քաղել եւ այդ պտուղները, ինչպես ասում են, դնել ձեր առջեւ եւ տեսնել ինչը պետք է ավարտել, ինչից որպեսզի սկսեք նոր բան։ Եվ շատ կլինեն դեպքեր, երբ որ դուք կտեսնեք, որ ինչ-որ մի բան շատ շուտ կիսատ եք թողել, որ հիմա պետք է ավարտեք։ Դրա համար 8 թիվը ցիկլի համար շատ կարևոր է, որ լինի բերքահավաք։ Աշխատեք ռեալիզացնել ինքներդ ձեզ։ Հնարավոր առաջխաղացումներ ունենալ, նոր աշխատանք, սեփական բիզնես, եթե դուք ունեք փոքր կորպորացիա, ապա մտածեք ավելի լայնածավալ, հա, ավելի գլոբալնի, հա, ծրագրերի մասին։ Ձեզ շատ նոր հանդիպումներ են սպասվում։ Ես ուզում եմ առանձնացնել, որ այս տարվա ռեսուրսն էլ է 8։ Եվ եթե այս տարվա ռեսուրսը ձեզ այդպես ուժեղ աջակից է լինելու, ապա դուք 8-ի
ռեալիզացման բոլոր պահանջները կարող եք ուղղակի քվանտային ձևով արագացնել։ Ես կասեմ, որ ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական ոլորտին, կարիերային, ձեր հեռանկարներին եւ ձեր գործունեության ոլորտին։ Եկել է ժամանակը, որ դուք ավելի ուժեղ ռեալիզացվեք եւ հնարավոր է, որ ձեր կյանքում լինեն նոր աշխատանքային նույնիսկ վերելքներ, նոր պաշտոնի անցում, նոր աշխատանքի անցնում, սեփական բիզնես կամ ձեռներեսից անցնել կորպորատիվի կամ ավելի ընդլայնված բիզնեսի մակարդակի։ Նախատեսվում են բազմաթիվ նոր կապեր, հանդիպումներ, ծանոթություններ, գործնական առաջարկություններ։ Օգտագործեք այս բարեհարմար էտապը, հոյակապ էտապ է նաև կարիերայի բարձրացման եւ պերսպեկտիվայի նոր մասնագիտությունների ձեռքբերման միջոցով պերսպեկտիվայի բարձրացում, նոր պրոֆեսիոնալ զարգացում, ինչ որ նոր մակարդակի անցնում, բարձրացման էտապ է եւ կլինեն նաեւ նոր բարձունքներ, լայն հնարավորություն, նույնիսկ նոր ուսուցման դասընթացներ, նոր կուրսեր, նոր վերապատրաստման ծրագրեր եւ այլն։ Ամեն ինչում ձեզ սպասվում են նոր գործունեություններ, որը ձեզ պետք է տանի դեպի նորը, որը ձեզ կտանի անպայման կպսակվի ֆինանսական հաջողություններով։ Բոլոր հիմնական կյանքի ուղիները կմոտենան իրենց կուլմինացիաներին, որպեսզի հետո հաջողությամբ ավարտեք հաջորդ տարում ավարտեք ամեն ինչը։ Այսինքն սա ձեզ համար այդ բոլոր բերքահավաքը կստեղծեն հաջորդ տարվա համար ավարտելու համար նպաստավոր պայմաններ։ Շատ հետաքրքիր էներգիայով հագեցած տարի կլինի ձեզ համար, կլինեն էներգիայի տատանումներ, հնարավոր է, որ շատ էներգիա ծախսեք, որի պատճառով էլ հնարավոր է ինչ-որ առողջական խնդիրներ ունենաք, հետևեք այդ էներգիայի մակարդակին եւ կառավարեք այդ էներգիան։ Իմացեք ինչքան եք տալիս, ինչքան եք վերցնում։ Եվ էլի ես երեք նշել եմ նաեւ շնչառական վարժությունների մասին, իմացեք, որ այս տարի շատ ցուցված է բոլորիս համար շնչառական վարժությունները, որպեսզի մենք կարողանանք կենսական ուժ ունենալ եւ էներգիայի նոր սկզբնաղբյուրից օգտվել։ Ժամանակ է նաեւ ճակատագրից վերցնել քո հասանելիքը, ինչ որ քեզ հասնում է, կատարել վճռական գործողություններ եւ այս էտապում ավելի շատ գործի դնել ձեր վերլուծական միտքը։ Այս էտապը ամենահատկանշականն է փողի հետ կապված նոր փոփոխությունների առումով եւ շատ է ակտիվանում այս թեման եւ նոր նաեւ կարող է լինել ինչ որ նոր կորուստ, փողի մսխում, անտեղի ծախս, իմացեք, որ սա եւս պատահական չէ եւ եթե անգամ նման երևույթներ են կրկնվում ձեզ մոտ, իմացեք, որ ինչպես գնում է, մի քանի անգամ շատ էլ գալու է։ Եվ խորհուրդ եմ տալիս, որ անպայման հետևեք ձեր էներգիային, հետևեք ձեր բալանսին, իմանաք, որ ձեր էներգիան անտեղի չծախսեք, եթե կարող եք էներգետիկ ինչ-որ բան եք զգում ձեզ մեջ, կարող եք օգնել մարդկանց էներգիաներով, մարդիկ կան, ում մոտ ափերն են տաքանում, եւ այդ ափերը տաքանալու պատճառով նրանք հնարավոր է, որ հիվանդանում են, սա էլ խոսում է այն մարդկանց մասին, ով այս տարում կարող է ակտիվանալ դա, ով ունի մարդկանց օգնելու, ձեռքերով օգնելու ինչ-որ կարողություն, աշխատեք զբաղվել էներգետիկ ցելիցեստվայով, գոնե ասենք մերսումներ անել, հա, ինչ-որ ոչ թե պրոֆեսիոնալ էլ որոշ տեսակի մերսումներ սովորել եւ աշխատել մարդկանց օգտակար լինել։ Ութը նաեւ անվախության տարի է։ Այս տարի, հայ եկեք ես ասեմ 10-ի եւ 8-ի անվախության տարբերությունը։ 10-ը գիտի, որ ռիսկեր կա եւ խիզախորեն գնում է ռիսկի եւ վախը հաղթահարելով գնում է առաջ, որը պետք է անենք բոլորս այս տարի։ Իսկ 8-ը չի տեսնում դա, նրա համար վախ չկա։ Այս տարի դուք կլինեք էլի ռիսկով, դուք կլինեք էլի ավելի համարձակ։ Օգտվեք այդ համարձակությունից եւ կատարեք ձեր գործերը, օգտվելով եւ տարվա վիբրացիայից եւ ձեր 8-ի էներգիայից։
Այս մարդիկ այս տարի դուք կարող եք հեշտորեն էլի հաղթահարել վախերը, որոնք երկար ժամանակ դուք պահել եք, որոնք երկար ժամանակ ձեզ վախեցրել են, որի հետևանքով էլ ամրապնդվում են կարող է ամրապնդվել ձեր առողջությունը, ֆինանսական բարեկեցությունը։ Այս этаպում նաև ուժեղանում են հաջողություն հետ կապված, բիզնեսի հետ կապված բոլոր հաջողությունները, գործնական հանդիպումների հետ կապված, եւ դուք միշտ կհանդիպեք ճիշտ մարդկանց, ճիշտ ժամանակում կգտնվեք, ճիշտ տարածքում եւ այլն։ Դրա համար խրախուսվում է նաև կապեր ստեղծելը, ծանոթություններ ստեղծելը եւ adekvat վերաբերվելը, հատկապես այդ գործին adekvat վերաբերվելը, հատկապես այս տարի։ Այսպես եւ վերջին անհատական տարին, դա մեր 9-ի տարին է, այս տարի դուք ավարտում եք 9-րդ ցիկլը, գնում եք նոր ցիկլի, իսկ ձեզ համար ձեր անհատականը ավարտելու ցիկլն է։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դուք ավելի թափով, ավելի ուժեղ կերպով, ժամանակից շուտ պետք է ընկնեք նոր ճանապարհ եւ ստեղծել նորը։ Եվ արագ կերպով պետք է ավարտել։ Նմանների մոտ ավարտումը պետք է լինի շատ արագ։ Ժամանակն է ազատվել հնից եւ ավելորդից, հեռացնել այն ամենը, ինչ այլևս չկա, ձեզ ռեզոնանս չի տալիս, ինչը այլևս ձեզ չի ծառայում եւ ինքնավերլուծություն կատարելու ժամանակն է։ Սկսեք մտածել նոր կյանքի մասին, նոր ալիքի մասին եւ նորը սկսվելու մասին, որը պետք է ձեզ համար լինի նոր ցիկլի սկիզբ։ Մի հրաժարվեք աջակցություններից եւ օգտվեք ուրիշների աջակցությունը, եթե դուք ունեք անավարտ աշխատանք, որը չեք կարողանում ավարտել, ապա հավաքեք ձեր շուրջը, բոլոր նրանց, ով կարող է ձեզ օգնել եւ թիմ կազմեք եւ գործեք։ Սա շատ խրախուսվում է, հատկապես այն դեպքում, երբ որ ձեր այդ գործը կապված է ծառայության հետ, բարեգործության հետ, մարդկանց օգնելու հետ։ Խորհուրդ չի տրվում նաև, ասենք, այս պահին աշխատանքը փոխել, որովհետև այստեղ հնարավոր է, որ դուք ունենաք էլի կիսատ մնացած մոմենտներ, որը դեռևս չեք ավարտել։ Այս դեպքում շատ լավ է, որ մի քիչ ստաբիլանալ, ամեն ինչը տեղում ավարտել, ապա հետո անցնել նոր գործունեության։ Եվ աշխատեք ամեն ինչը տեղում ավարտել եւ этап առ этап այստեղ եւ հիմա ավարտել եւ հետեւողական լինել եւ իմացեք մի կարեւոր բան, եթե ես հիմա սա չանեմ, այլևս չեմ կարող անել։ Այս նշանաբանը անպայման օգտագործեք, որ եթե ոչ հիմա, ապա հետո հնարավոր չէ եւ գործեք այս նշանաբանում։ Դրա համար պատվով կատարեք ամենը, ինչ որ կատարում եք, եւ պատվով ավարտելուց հետո նոր արժանացեք նոր փոփոխություններին։ Սա ավարտական ցիկլն է ձեր կյանքի этаպի եւ իրականում ձեր կինոյի, սյուժեի բոլոր համընկնումները, կապերը պետք է նաեւ ավարտեն իրենց սցենարները։ Ուշադիր եղեք ձեր նրբազգացության վրա, ձեր խորաթափանցության վրա, որովհետև այս տարի ձեզ մոտ կգա մի տեսակ նրբազգացություն, կարծես չուտյոն ձեր ուժեղացել է, կարծես դուք ինչ-որ մի բան սկսում եք կանխատեսել, կարծես դուք շատ նրբություններ եք նկատում, որ մինչև հիմա չէիք նկատել, եւ խրախուսում են նաեւ նոր գիտելիքներ ստանալը եւ այդ գիտելիքը ուրիշին հանձնելը եւ շատ հնարավոր է, որ դուք ձեր պրոֆեսիայում, ձեր մասնագիտության մեջ, ինչ որ ձեր զբաղմունքում ավելի բարձր զարգանաք եւ վարպետության աստիճանի հասնեք։ Եվ սա այն ժամանակն է, երբ դուք պետք է ավարտեք վերջնահաշվար կանեք, թե ինչ գիտեք դուք արդեն, ինչի եք տիրապետում եւ ինչ եք տիրապետում կատարելապես, ինչ եք հասցրել ամենակատարելի վիճակին։ Դուք այս տարում կհասնեք մի հոգևոր մաքրման փուլի եւ ուժեղ
կերպով դուք կաճեք, միանգամից կաճեք եւ նույնիսկ ձեզ չեք ճանաչի։ Նույնիսկ այնքան դուք կաճեք, որ ձեզ չեք ճանաչի։ Կդառնաք կարծես իմաստուն, հագեցած, խաղաղ, նոր մարդ եւ այն կմաքրի ձեզ բոլոր ավելորդությունից եւ կբերի ձեր կյանք նոր մարդիկ, նոր տարածքում կլինեք, նոր շրջապատում կլինեք եւ սա կազդարարի ձեր նոր էվոլյուցիայի մասին։ Սա ամենաբարեհարմար անցումն է դեպի նոր этаպին, որը ձեզ համար էլի նոր этаպի սկիզբ է, հենց մոլորակային իմաստով, տարվա մոլորակային վիբրացիայի իմաստով։ Այստեղ պետք է դուք ունենաք անպայման հոգևոր աճ, հոգևոր ուղեկցորդի կարիք կունենաք, գիտելիքների կարիք կունենաք, ինչը կօգնի ձեզ ճանաչել ձեզ եւ աշխարհը ավելի խորքից եւ ավելի նրբորեն։ Կարևոր է մաքրել ձեր տարածքը եւ նույնիսկ կարելի է ձեզ համար նոր տարածք ստեղծել։ Շատ լավ է վերանորոգում սկսեք, կահույք փոխեք, շատ լավ է, այսինքն չտեղափոխվեք կամ ինչ-որ նոր բնակարան չփոխեք, այլ ինչ կա ձեր ներսում, ձեր տարածքը փոխեք։ Սա շատ կօգնի ձեզ ամեն ինչից ավարտելու եւ վարպետության հասցնելու։ Եվ երբեք մի վախեցեք փոխվելուց։ Երբեք մի վախեցեք փոխվելուց։ Դե ինչ սիրելիներս, այսքանով ես ավարտեցի մեր անհատական վիբրացիաների ինտերպրետացիան, հուսով եմ, որ սա մի հզոր հոգեբանական ռեսուրս էր ձեզ համար, սա ոչ միայն ամբողջ տարվա համար է, այլ եթե դուք կարողանաք մի տարվա կտրվածքում այսքան ռեալիզացվել, դուք ուղղակի ամբողջ ցիկլը, ամբողջ 9 տարին կարող եք բարեհարմար կերպով անցնել, եւ ուզում եմ, որ ձեր անհատական մոլորակային տարվա այս վիբրացիայի բացահայտումը ձեզ համար այս տարի հատկապես հզոր ազդակ լինի ձեր կյանքը ավելի լավացնելու, վերափոխելու եւ նոր իրականության անցնելու համար։ Ձեր ներքին ուժը արթնացրեք նոր կերպով եւ իմացեք, որ այս տարի նորից եմ ասում, տիեզերքը մեր վրա է հույս դնում, եւ եթե տիեզերքը հույսը դնում է մեր վրա, նշանակում է մենք ավելի վեր ենք բարձրանալու, եւ պետք է այս անգամ մենք տիեզերքին օգնենք եւ աջակցենք, եւ դրա համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք մեր վերին եսի հետ, մեր դուխի հետ կապի մեջ։ Այսքան։ Մարինե ջան, շատ շնորհակալություն։ Մի հարց կարելի է։ Իհարկե։ 6-րդ թվի մասին, որ ասեցիք, թակարդը վստահելը, բայց ես ոնց որ չհասկացա, այս դրա մեկնաբանություն ունեցավ, թե չէ, ինչին վստահելը։ Թակարդը ասեցիք վստահելը։ Նայեք, երբ որ մենք ասում ենք վստահելը, 6-ին անվանում են աղոթքի մարդ։ 6-ը աղոթքի, նրա այս մարդու մասին ասում են, նրա խոսքերը աղոթք են, մտքերը աֆիրմացիա։ Եվ այստեղ, որպեսզի մեր աղոթքը տեղ հասնի եւ մեր մտքերը աֆիրմացիա լինի, պետք է վստահենք։ Հիշեք երեկվա մեր մանիֆեստացիան, երբ որ մենք վստահելու սեգմենտն էինք ավելացնում։ Այդ վստահության մասին է խոսքը։ Հատկապես 6-ի համար շատ կարևոր է այդ վստահությունը, որովհետեւ նրանք ալեհավաք են, նրանք կապ են ստեղծում, հա, աստվածայինի հետ, նուրբ պլանների հետ, եթե նրանք չվստահեն, այդ կապը ամուր չի լինի, և այս առումով, այսպիսի մարդիկ ովքեր չեն վստահում, 6-ը կոչվում է նիմբ, նրանց նիմբը բարակ է, նրանց նիմբը թույլ է, իսկ ովքեր հենց վստահում են այդ կապի մեջ են, ամբողջական են, և նրանց նիմբը առողջ է, նիմբը դա մեր հականջից ականջ էներգետիկ կամուրջն է, էներգետիկ արահետ է, որին անվանում են նաև ալեհավաք, լուսապսակ, հենց սա է մեզ ստեղծում վերինի հետ կապը, նուրբ պլանների հետ կապը, իսկ այդ վստահությունը հենց 6-ի համար շատ կարևոր է։ Այսինքն այստեղ թակարդը ինքը ոնց որ դրական իմաստ ունի վստահելը, իսկ ես մտածել եմ Չէ, թակարդ, հա, երևի թակարդը չվստահելն է։
Այո, չվստահելը։ Մհմ, Թե չէ մյուս դեպքում մտածում եմ ոնց ինքը կարա, հա, բայց հա, հա, չվստահելը, այո։ Շնորհակալություն։ այդպես, ուրիշ հարցեր ունենք։ Դում հարցեր եք գրել։ Միկրոֆոնը անջատվեց։ Ինչ է։ Այդպես երեխեք ջան, չունենք հարցեր։ Անցնենք հաջորդ этаպին։ Կարելի է Մարինա ջան, Հրաշալի էր։ թույլ կտակ։ Հա, իհարկե։ Եկեք ես ձայնագրությունը անջատեմ, որպեսզի պրակտիկայի երկրորդ ներողություն։ Մենք կանցնենք հիմա մեր հաջորդ этаպին, այսօրվա հանդիպման երկրորդ этаպին, վերջանումները ավարտելուց հետո հիմա պետք է պրակտիկային անցնենք եւ այսօր ես ուզում եմ մի էլի նոր մանիֆեստացիայի տեխնիկայի հետ ծանոթացնել, մի նոր գեղեցիկ պրակտիկայի հետ ծանոթացնել եւ փորձենք միասին այդ պրակտիկան կատարել եւ սովորել։ Անցնենք պրակտիկային։